Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր նորից ստիպված եմ խոսելու խաղաղությունից։ Ուրեմն այսօր 2025 թվականի հոկտեմբերի 30-ն է։ Կհիշեք, այս վերջերս Տրամփ, Ալիև, Փաշինյան այդ հանդիպումը, որտեղ իբր թե խաղաղություն է կնքվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, դրանից հետո, եթե հետևում եք միջազգային լուրերին, Տրամփի խավորությամբ աշխարհում մի քանի այդպիսի խաղաղություններ արդեն կնքվել, որոնցից մեկը նաև Իսրայել-Պաղեստին այդպես կոչված հրադադարներ, որը Տրամփը ասեց վերջ խաղաղությունը, ամեն ինչ վերջացավ, պատերազմը պրծավ, այդ խեղճ պաղեստինցիք վերադարձան սաղ իրանց տները սկսան ուզում էին սարքեին երևի ամբողջը քարուքանդա։ Երեք, եթե նայել եք, նորից Իսրայելը հրետակոծեց Պաղեստինը Գազան, Գազա քաղաքը։ Հիմա տեսեք, այս նույն պատմություններ Տրամփին էլ ասեմ, հարցրեցին, հենց երեք հարց տվին, ասին ոնց եք պատժելու մեղավորներին, այսքո մենքոմ ինչ եք ասում, ասեց լավ է արել Իսրայելը, որ հրետակոծել է, ասեց Խամասի զինվորները իսրայելական մի հատ զինվոր են սպանել, դրա համար էլ Իսրայելը հրետակոծել է, լավ արել, ես ողջունում եմ, բայց որ այդտեղ զոհվել էին 100 հոգուց ավել մարդ, որից 30-ը երեխաներ, էդի ոչինչ։ Հիմա նույնն էլ էս մեր խաղաղությունն է, Տրամփի խավորությամբ, մի հատ էլ եմ ուզում նորից ձեր ուշադրությունը հրավիրեմ, մանավանդ նիկոլականներին, որ ինձ արդեն չեն նայում շատ, բլոկ են գցում, ես խորհուրդ կտամ դիտեք այս տեսանյութը, մի փախեք էկրանից։ Հիմա տեսեք, եթե Ալիևը վաղը միսօրը մի հատ բան հորինի, ոնց որ միշտ, Արցախի ես վերջի հարձակման ժամանակ նորից այտենց մի բան հորինեցին, իրանք սարքեցին, եսի ինչ արին, ասին մեր մեքենան տրակել է, հայերի դրած միների վրա, ու պատճառն էր, որ իրանք իրանց ասելով հակահաբեկչական օպերացիա են անում, ու այդպես այդքան մարդ զոհվեց, Արցախը հայաթափվեց։ Ու Ալիևը լավ ասեց, էս էր պատճառը, կներեք, չնայած որ ստորագրել էր, բան չէ, որ արդեն այդքան պայմանավորություններ կար։ Հիմա վաղը մի հատ իր զինվորին կխփեն իրանք իրանց զինվորին, կասեն հայ դիպուկահարը կրակել է ու հարձակվում են, սկսում են խփելը։ Մենք էլ արխային ենք, ել չենք պատրաստվում, պատերազմ չի լինելու ձեր ասած, այսքո մենքո մինչև Փաշինյանը կզանգի Դոնալդ Տրամփի WhatsApp-ի վրա, կապել չի լինի երևի այդ վաղտ, Տրամփն էլ չի վեկալի հեռախոսը, արդեն եկա կորուստներ կունենանք, եթե պատրաստ չլինենք պատերազմի հետ իմ ասած։ Այդ որ ասում եմ պատրաստ չի նշանակում պատերազմ հրահրել, ինձի սարքել եք արդեն պատերազմի, չգիտեմ խորհրդանիշ։ Ասում պատրաստ լինենք, որ պատերազմ չլինի, էս է ասածները սա օրը։ Մի հավատացեք, հույսներս մենք չենք կարա դնենք սրա նրա վրա։ Այս վերջում հարցում էի մի հատ արել սոցցանցերում, թե վստահում եք Ալիևին, թե չէ, մերոնք։ Դե հիմնականում պարզային չէին բոլորը պատասխանել, բայց մարդիկ կային նիկոլականներից գրել էին Ալիևին չենք վստահում, բայց Փաշինյանին ենք վստահում։ Բա Փաշինյանն ում է վստահում, Ալիևին, չէ, վերջի իտոգը։ Ընդ գրել էին դե Ալիևին չենք վստահում, բայց քանի որ Ամերիկան է երաշխավորում, արդեն վստահ ենք, որ չի լինի պատերազմ։ Դե այդ նույն բանը երեք է եղել։ Ամերիկայի այդ երաշխիքներով Գազայի բնակչությունը վերադառնում էին, վերահագին մարդ վերադարձել էր, երեխեքը բան նորից 3 կոտորվան արաբները։ Լավ, հիմա մեկ էլ էս վերջում մի հատ էլ բան են ռեկլամ արել, Ալիևը ճանապարհները բացել է, Ղազախստանից արդեն ցորենը գալու է Հայաստան, էլ Ռուսաստանից կախման մեջ չենք լինի, այսպիսի արդեն խոսակցություններ այդում։ Ես ուղղակի զարմանում եմ, ժողովուրդ, այս որ ասում եք հացահատիկը Ադրբեջանի տարածքով գա Հայաստան, եսիմ որդեով գա Հայաստան, այդ լուրջ եք դա ընդունում դուք, լուրջ եք խոսում ժողովուրդ։ Արա ես չեմ հասկանում, այսինքն ոնց եք դա այդ հացը ոնց եք ուտելու, վստահելու եք, որ դուք ով կարա երաշխիք տա, որ այդ հացահատիկը չի վարակվելու, հետո էլ գա հասնի Հայաստան, մենք էլ ուտենք, վերջնական մեռնենք, պրծնենք։ Ադրբեջանը դա է երազում, որ Հայաստանում հայ չմնա էլ գա տիրի ստեղ։
ինքը չի թաքցնում դա։ Ոնց է ուտելու այդ հացը։ Հա, ու մի անգամից չենք մեռնել, մի հատ վարակ կմցնեն, բոլորը հիվանդանան ընթացքում մի տարվա ընթացքում քաղցկեղով կմեռնենք, պրծնենք։ Հետո ինչ ենք անելու։ Հա, Ալիևն էլ կասի, դետի ես չեմ եղել, ինչ որ մի հատ այդ իրանց բաներն են, այդ ռադիկալ այդ նացիստական խմբերն են, կա իրանք են արել, էդի մենք կապ չունենք։ Ոնց որ միշտ Սումգայիթի վախտասին, Բաքվի դեպքերի մարասին, ասին ղեկավարությունը կապ չունի, էդի տերորիզմ, եսի միանշանակ մարդիկ են եղել, եսի միտինգավորներ են եղել, գնացի արել են, այդքան կոտորել են, այդքան մարդուն սպանին։ Բայց ասեմ ձեզ, ժողովուրդ, այդ ուշադիր եղեք, մի հատ այսօր էդ էի նայում, Սումգայիթում հայերից ով որ փրկվել է հենց այդ պահին, ով որ համար իր կյանքը պաշտպանել է, զենք չեն ունեցել, բայց մարդկա ինչ որ փեդով, կացինով, ինչ ընկե ձեռի տակ պաշտպանվել է, դրանք փրկվել են։ Այն ովքեր որ մնացել էին, չէին հասցրել դուրս գային։ Էսա պետքա պատրաստ լինենք, պետք չի ոչ մեկին վստահել։ Հույսներս չեն կարա դնենք այլ երկրների վրա, մյուսների վրա։ Մենք մեր վրա պետքա հույսներս դնենք։ Ժողովուրդ մի հատ լրջացեք, այս հացահատիկի համար вообще ես չեմ հասկանում մարդիկ ոնց են սրա մասին խոսում, մի հատ ռեկլամ են անում։ Ասում են, էսա խաղաղություն է։ Մի հատ երկնքից իջեք ներքև, էս ուր եք ել է հասել։ Այսքանը, շնորհակալություն։